Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, ինչպես արդեն Տիկին Վահանյանը նշեց, այս ասուլիսը մենք իրականացնում ենք բացառապես նոր ուսումնական տարվան ընդառաջ, ինչը իհարկե չի նշանակում, որ չեն կարող հնչել նաև այլ հարցեր, բայց ես իմ խոսքում կանդրադառնամ միայն կրթության ոլորտին առնչվող տեղեկատվությանը եւ այնուհետեւ պատրաստ եմ սիրով պատասխանել ձեր հարցերին եւ ձեր թույլտվությամբ առավելապես կկենտրոնանամ մի քանի հարցերի շուրջ իմ խոսքում, որոնք ավելի մեծ հանրային հետաքրքրություն են ներկայացնում, նաեւ որոշակի փոփոխություններ են ենթադրում եւ մի քանի հիմնական ցուցանիշներ կներկայացնեմ եւ մնացածը կարծում եմ, որ հարց ու պատասխանի ձևաչափով շատ ավելի հարմար կլինի հաղորդակցվել։ Նախ եւ առաջ կուզեի նշել, որ ինչպես եւ նախորդող 2 տարիներին մենք այս տարի շարունակելու ենք ուսումնական տարին որևէ խորագրի ներքո եւ այդ տրամաբանությամբ իրականացնելու քաղաքականությունը եւ այս տարին հայտարարել ենք ընթերցանության տարի, ինչը նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին ու պետք է ասեմ, որ սա ունի ֆունդամենտալ նշանակություն երեխաների առաջադիմության եւ ցանկացած այլ առարկայից սովորելու արդյունավետության տեսանկյունից եւ այդ իսկ իմաստով ընթերցանությունը նաեւ նախատեսված է կառավարության նոր ծրագրում իբրև առաջնահերթ ուղղություններից մեկը եւ վստահաբար ընթերցանության ուղղության կենտրոնացումը կօգնի, որպեսզի մենք այս ուղղությամբ ավելի թիրախային եւ նպատակային աշխատանք անենք։ Տարին կմեկնարկի գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում արդեն 2026 թվականի սեպտեմբերի 4-ին եւ մենք նախատեսում ենք գրքի փառատոնի շրջանակներում ունենալ առանձին քննարկումներ, ինչպես խթանել ընթերցանությունը թեմայով, հրավիրում եմ բոլոր հետաքրքրվածներին նաեւ մասնակցել, որովհետեւ կարծում եմ, որ այդտեղ նաեւ ականատես կլինենք տարբեր արդյունավետ փորձի միմյանց հետ կիսելուն եւ միմյանցից սովորելու գործընթացին։ Մենք տարին բաժանել ենք տարբեր ամիսների յուրաքանչյուր ամսվա շրջանակում նաև մեր դպրոցներին ուղղորդելով այդ թեմայի շուրջ ավելի մեծ ծավալի աշխատանք անելու։ Սեպտեմբերը կսկսենք մեր էպոսով եւ Սասնա ծռերը կլինեն նաև մեր դպրոցների համար հիմնական թեմա աշխատելու եւ ընթերցանության շուրջ աշխատանք տանելու։ Հոկտեմբերը թարգմանական գրականության ամիս կլինի, նոյեմբերը վեպի միջազգային ամիսն է, դեկտեմբերին կխոսենք դետեկտիվ գրականության մասին, հունվարին կկենտրոնանանք դրամատուրգիայի վրա, փետրվարը հեքիաթներին նվիրված կլինի, մարտին պոեզիայի միջազգային ամիս ենք նախատեսում, ապրիլը կլինի մանկական գրականության ամիսը, մայիսը կենսագրականների, հուշագրությունների, մոտիվացիոն գրքերի ամիս։ Ինչպես տեսնում եք, փորձել ենք այնպես անել, որպեսզի տարվա ընթացքում գրականության տարբեր ժանրերը եւ ստեղծագործելու տարբեր ձևերը դառնան ավելի տեսանելի մեր երեխաների համար եւ յուրաքանչյուրը նաեւ իր նախասիրություններին համեմատ կարողանա ընտրել իրեն հետաքրքիր գրքերը, հեղինակին եւ դրանով իսկ նաեւ ընթերցանության հետ իր կապը ամրապնդել։ Ունենանք իհարկե տարվա ընթացքում ուսուցչական եւ աշակերտական համաժողովներ հոկտեմբերին եւ նոյեմբերին, որոնք նվիրված կլինեն ընթերցանությանը։ Այստեղ պետք է նշեմ մեծ ուրախությամբ, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության ուժեղ կողմերից մեկը այն է, որ միանգամից մի քանի ոլորտների համագործակցությամբ մենք կարողանում ենք նաեւ ավելի արդյունավետ աշխատանք անել եւ մասնավորապես ընթերցանության տարվա ընթացքում ակտիվ ներգրավվածություն կունենան նաեւ մեր գրադարանները, ինչպես նաեւ թանգարանները եւ մասնավորապես գրականության եւ արվեստի թանգարանի կողմից իրականացվի առանձին կրթամշակութային ծրագիր, ինչ էին կարդում մեր գրողները, որով նախատեսվում է նաև իրականացնել մեր տարբեր գրողների տուն թանգարաններ, այցերի երթուղիներ, ուղեկցող համապատասխան տարիքային գրականության ընթերցանությամբ եւ միջոցառումներով եւ նաեւ ծրագիրը կամփոփենք մրցույթով ամենաշատ թանգարաններ հաճախած դասարանները, այսպիսով հնարավորություն կունենան նաեւ իրենց աշխատանքի գնահատական ստանալ։ Պլանավորում ենք, որ ընթերցանության օլիմպիադան կանցկացվի ոչ միայն 5-ից 6-րդ դասարանցիների համար, այլ նաև կլինի միջին եւ ավագ դասարանների բոլոր սովորողների համար, մեծերի համար իհարկե ձևաչափը կընտրվի էսսեի ձևով, որպեսզի դա լինի նաև առավելապես վերլուծական հմտությունները խթանող, կունենանք առանձին ծրագրեր եւ ես ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր քաղաքականությունն է,
որպեսզի մենք շարունակաբար նաև դպրոցական գրադարանները համալրենք նոր գրականությամբ եւ մեր առաջիկա որոշումների մեջ կլինի դպրոցների ֆինանսավորման կարգի համապատասխան կարգավորումը, որով յուրաքանչյուր տարի դպրոցները հնարավորություն կունենան նոր գրքեր ձեռք բերել իրենց գրադարանների համար։ Իհարկե մենք ունենք նաև ուղեցույց, թե հատկապես որ տարիքային խմբերի ինչպիսի գրականության ձեռքբերումն է խորհուրդ տրվելու, որովհետև սա ոչ թե ուղղակի գրականության ձեռքբերում է, այլ կրթական գործընթացին ուղեկցող բաղադրիչ, եւ հետեւաբար բնականաբար կհետևենք այս գործընթացին։ Նախատեսում ենք նաև, որ սեպտեմբերից ընթերցանության ակումբներ կհիմնվեն մեր տարբեր դպրոցներում եւ մենք նաև ընթերցանության ակումբների շրջանակներում ուսումնական տարվա ավարտին մրցույթ կկազմակերպենք եւ սրանով նույնպես կպլանավորենք մեր աշխատանքը ավելի տեսանելի եւ նաև համադրելի դարձնել տարբեր դպրոցների փորձը բերելով ասպարեզ։ Իհարկե ընթերցանության տարվա մասին դեռ առիթ կունենանք խոսելու եւ ես ակնկալում եմ, որ մեր լրագրողներն էլ ավելի ուշադիր կլինեն եւ այս ծրագրերի լուսաբանումը եւ նաեւ մեր տարբեր դպրոցներում իրականացվող նմանատիպ գործընթացների ներկայացումը նաեւ ձեր գործունեության մի մասը կլինի առաջիկա ուսումնական տարում։ Բայց այս տարին մեզ համար նաև կարևոր է նրանով, որ գիտեք, որ սեպտեմբերից մենք արդեն իսկ մուտք են գործում մի իրականություն, որ մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը հանդիսանալու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Ուզում եմ հստակեցնել, որ սա ոչ թե նշանակում է, որ տեղերում աշխատանքի անհրաժեշտություն չի լինի, այլ մենք ուղղակի ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատակազմերի միջեւ։ Սա նշանակում է, որ բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տիրույթում, վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերը ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում։ Մենք նախընթաց մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել մեր գործընկերների հետ, իրականացվել է նաև մեծածավալ թվայնացման գործընթաց եւ վստահ եմ, որ առաջիկայում նաև մենք կկարողանանք միասին այս նոր ձևաչափով մեր հանրակրթության կառավարման, արդյունավետության եւ որակի նոր չափանիշների հասնել։ Վստահաբար այստեղ ընթացքում մեր աշխատանքի ծավալը ու ձևաչափը մարզերի հետ փոխվելու է, նախարարությունում պլանավորված է նաև համապատասխան կառուցվածքային փոփոխություն, որի առաջին փուլը արդեն իսկ հաստատված է։ Մենք ունենանք նաև մարզային համակարգողներ, որոնք ավելի կկենտրոնանան տարբեր մարզերում տեղակայված դպրոցների հետ աշխատանքի վրա, բայց ելի եմ կրկնում, որ մեր հիմնական նպատակն է ոչ թե մեխանիկորեն որոշ գործընթացներ իրականացնելը, այլ դրանց նաև բովանդակությունը վերանայելը եւ շատ պրոցեսների թվայնացման միջոցով դրանց նաև իրականացման արդյունավետությանը հասնելը եւ մասնավորապես հենց այդ նպատակով է, որ մենք պլանավորել ենք նաև մեծ ծավալի աշխատանքները իրականացնել թվային տիրույթում։ Պետք է ասեմ նաև, որ այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից մեր բարձրագույն կրթության եւ հանրակրթության համակարգի համար հասանելի է դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով։ Firebird-ի եւ OpenAI-ի հետ համագործակցությամբ 50,000 բաժանորդագրությունը դառնալու է հասանելի եւ այդ բաժանորդագրության միջոցով մենք նախատեսում ենք, որ թե մեր սովորողները, իդեպ հանրակրթության պարագայում խոսում ենք բացառապես ավագ դասարանների մասին եւ թե բուհական համակարգը ունենա հնարավորություն արհեստական բանականության կրթական գործիքները օգտագործել։ Ինչու եմ շեշտում կրթական գործիքները, օրինակ վստահաբար դուք ծանոթ ChatGPT հարթակին, բայց կա ChatGPT Edu գործիքակազմը, որը պլանավորված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցությանը։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք օրինակ, որ դպրոցի տնօրենը, որը ամբողջությամբ էլեկտրոնային մատյանում թվային տիրույթում տեսնում է երեխաների գնահատականները, բացակայությունները, արհեստական բանականության գործիքակազմով կկարողանա նաև օրինակ վերլուծություններ ունենալ եւ իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Սա մեկ ուղղություն է, ինչպես դպրոցի ադմինիստրացիան կարող
եւ նաեւ իր աշխատանքները դպրոցի մակարդակում ճիշտ պլանավորել, ուսուցիչները ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը եւ կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա։ Օրինակ, այս գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների կազմմանը, տարբեր թեստերի կազմմանը, կարող է օգնել նաեւ թեմատիկ պլանավորմանը եւ այստեղ իհարկե կարծում ենք, որ մեր թե ուսուցիչները եւ թե տնօրենները կունենան մեծ աջակցության կարիք եւ առաջիկայում կլինեն նաեւ համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը, որոնք կտրամադրվեն եւ հնարավորություն կընձեռեն կրթական համակարգում այս գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել։ Մենք պլանավորել ենք նաեւ վերապատրաստումների մեծ գործընթաց եւ սրանով ուզում ենք ասել, որ կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա մի իրողություն է, որը այլևս մեր կյանքի մասն է եւ մենք վստահ ենք, որ միայն գրագետ եւ մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքակազմը մեզ ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ, որոնց այսօր հանդիպում է ամբողջ կրթական համակարգը ամբողջ աշխարհում։ Իհարկե, այստեղ մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք եւ առաջին հերթին կարծում եմ, որ օրենսդրության մշակման անհրաժեշտություն կա, որի շուրջ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքները կիրականացվեն եւ վստահաբար այս համընթաց գործողությունները կօգնեն, որպեսզի մենք այս տեխնոլոգիական մարտահրավերներին մեր համակարգում ճիշտ ուրեմն արձագանքենք, բայց ուզում եմ ձեզ նաև առիթից օգտվելով, քանի որ այս թեմայից խոսեցինք, հիշեցնել մեր երկու ծրագրերի մասին, որ մենք արդեն իսկ դպրոցներում իրականացնում էինք, մասնավոր ոլորտի գործընկերների հետ աջակցությամբ, մասնապես STEP AI ծրագիրը, որը արհեստական բանականության համակցված դասընթացներ է ենթադրում եւ ներդրված է մեր 15 դպրոցներում արդեն մի քանի տարի շարունակ, ինչպես նաև արհեստական բանականության սերունդ ծրագիրը, որը այս տարվա սեպտեմբերից կընդլայնվի եւ 39 դպրոցներում հասանելի կլինի, եւ սա հնարավորություն է տալիս նաեւ, որ մենք մեր դպրոցներում ավելի ուղղորդված աշխատանք տանենք եւ մեր երեխաների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ բացենք, որոնք նաեւ դրանք ավելի մրցունակ են դառնում վաղվա ուրեմն աշխարհում եւ այն հմտություններն են ձևավորում, որոնց կարիքը իսկապես կա, ու սրա արդյունքը մենք տեսնում ենք նաև այն ցուցանիշներով, որ օրինակ գրանցել են մեր երեխաները միջազգային ստուգատեսերում եւ պետք է հիշեցնեմ, որ այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մենք 2 բրոնզե մեդալ ենք ունեցել, ընդ որում շատ կարեւորում եմ, որ մենք պետական դպրոցների աշակերտների կողմից ենք նման արդյունքներ գրանցել, ընդ որում նաեւ մարզային պետական դպրոցների, եւ ես սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ տեսնում եմ, որ հատկապես մեր կրթության ոլորտի լուսաբանման մեջ մենք շատ հաճախ չենք նկատում այն լավ եւ բազմաթիվ օրինակները, որ ունենք մեր երկրի տարբեր համայնքներում գտնվող դպրոցների կողմից եւ մեզ հաճախ թվում է, որ խոսելով կրթության որակի մասին մենք ունենք այսպիսի իրավիճակ օրինակ մայրաքաղաքում եւ այսպիսի իրավիճակ մարզերում, այնինչ պետք է հասկանանք, որ հանրակրթությունը բավականին բազմաշերտ եւ բազմաչափ է եւ մեր բազմաթիվ մարզային դպրոցներ ունեն շատ լավ ցուցանիշներ, ինչպես արհեստական բանականության, այնպես էլ միջազգային օլիմպիադաների այլ ուղղություններով եւ այստեղ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ եթե մենք նախորդ տարի գրանցել էինք 91 մեդալ, մեր աշակերտները գրանցել էին 25 թվականի արդյունքներով 91 մեդալ միջազգային օլիմպիադաներից, ապա այս տարի արդեն, չնայած առջևում մեզ դեռևս սպասվում են տարբեր օլիմպիադաներ, բայց մեր աշակերտները արդեն իսկ 115 մեդալ օլիմպիադաներում եւ սա նշանակում է, որ իրականում տարբեր ուղղություններով մեր ներգրավվածությունը էապես մեծանում է եւ բացի դրանից դա դառնում է նաեւ միջազգայինորեն ավելի տեսանելի եւ մրցունակ։ Իհարկե մենք այստեղ շարունակելու ենք նաև մեր մեծ ուշադրությունը գիտության նկատմամբ մեր դպրոցականների հետաքրքրվածության մեծացման եւ ես պետք է հիշեցնեմ, որ այս տարեսկզբին մեկնարկեցինք մի նախաձեռնություն, որ մեր դպրոցականների հետ այցելում ենք տարբեր գիտական ինստիտուտներ եւ առաջին փուլում դա իրականացրեցինք ավելի այդպես ըստ ցանկության եւ ներկայացնելով նաեւ հնարավորություն հետաքրքրություն ունեցող աշակերտներին գրանցվելու,
Բայց կարծում ենք, որ սա ավելի ինստիտուցիոնալ ձևաչափի կարիք ունի եւ առաջիկայում կգործարկվի հարթակ, որով դպրոցները կկարողանան գրանցվել տարբեր գիտական ինստիտուտներ այցելությունների համար եւ մենք լրջորեն մտածում ենք այն մասին, որպեսզի ինչպես թանգարաններ եւ համերգասրահներ ու թատրոններ այցելությունն է մեր դպրոցականների համար պարտադիր, այնպես էլ գիտական ինստիտուտներ այցելությունները դառնա կրթական ծրագրի պարտադիր մաս եւ ես սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ իրականում այդ այցերի մեծ մասին ինքս ներկա լինելով տեսնում եմ, թե ինչպես է փոխվում երեխաների վերաբերմունքը, երբ որ նախ եւ առաջ իրենք շատ առարկայական եւ շոշափելի տեսնում են, թե ինչպես է իրականացվում գիտությունը, զրուցում են մեր տարբեր ոլորտների գիտնականների հետ եւ դրանով իսկ կարծում եմ, թե իրենց մասնագիտական կողմնորոշման եւ թե ընդհանրապես մեր հանրության եւ մեր պետության կյանքում գիտության դերի նկատմամբ նրանց պատկերացումները էապես վերափոխվում են։ Սա իհարկե նաեւ մեր այն քաղաքականության շարունակությունն է, ըստ որի կառավարության ծրագրի թիրախն էր, որպեսզի մեր բոլոր դպրոցները ունենան բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ, եւ մենք տեսնում ենք, որ այս շղթայական ազդեցությունը աշխատում է եւ երեխաները նաեւ իրենց դպրոցներում ստանալով փորձարարական հետազոտական հնարավորություններ, այնուհետև նաև այս այցելություններով իրենց համար բացահայտում են մեծ աշխարհ, որը վստահ եմ նրանց առնվազն մի մասի համար դառնալու է նաև հետագա մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության հիմք։ Մեր այս տարվա շատ կարևոր անելիքներից է նաև դպրոցական սնունդ ծրագրի փորձարկումը Երևանում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պետության միջոցներով մեր տարրական դասարանների աշակերտները մարզային բոլոր դպրոցներում ստանում են առողջ սնունդ օրական մեկ անգամ իրենց ուսումնառության ընթացքում եւ մենք խոսում ենք 107,000 երեխաների մասին։ Այս տարվանից արդեն սեպտեմբերից Երևանի 2 դպրոցներում կսկսվի դպրոցական սնունդ ծրագրի փորձնական իրականացումը, որը հետագայում կընդլայնվի եւ այս 107,000 երեխաներին կգան գումարվելու նաեւ Երևանի 48,000 դպրոցականները, որոնց համար նույնպես մինչև 2028 թվականի ավարտը պետությունը կպլանավորի դպրոցական սնունդ ծրագրի ամբողջական իրականացումը։ Եվ պետք է ասեմ, որ մենք կարծում ենք, որ այս ծրագրի նշանակությունը ոչ միայն այդ պահին երեխաների համար օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումն է եւ նրանց համար սննդի կազմակերպումն է, բայց սա նաեւ էական ազդեցություն է թողնում առողջ ապրելակերպի ձևավորման եւ այդ դասընթացին զուգընթաց նաեւ առողջ սնվելու հանրային վարքականոնի ձևավորման ուղղությամբ։ Պետք է ասեմ, որ մենք նաև առանձին ծրագրեր ենք իրականացրել մեր գործընկերների հետ, ինչպես օրինակ նաև երեխաների կողմից կաթի օգտագործումը խթանելու եւ տեսնում ենք, որ նման ծրագրերը ունենում են շատ դրական ազդեցություն եւ իսկապես կարծում ենք, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է էապես ավելի մեծ թափ ստանան։ Իհարկե այստեղ մենք այս տարվա ընթացքում էլ շարունակելու ենք մեր կարևոր բովանդակային բարեփոխումները, որոնք վերաբերում էին ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման համար դիմումները արդեն ընդունվում են եւ աշնան ամիսներին կկազմակերպվեն համապատասխան ատեստավորման գործընթացները թե դպրոցների ուսուցիչների համար, թե մանկահարժողեբանական ծառայությունների աշխատակիցների, թե քոլեջների եւ թե արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար։ Մենք այս իմաստով էլ ունենք բավականին լավ ցուցանիշներ եւ այդ իմաստով ակնկալում ենք, որ աշնան ամիսները կլինեն բավական ակտիվ եւ այդ ատեստավորումների արդյունքում կունենանք բարձր վարձատրության գնացող նորանոր մասնագետներ, ընդ որում ձեզ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք որոշում եւ կառավարության նոր ծրագրում արդեն իսկ ամրագրված է կամավոր ատեստավորման գործընթացի վերափոխումը ուսուցիչների համար, ինչը նշանակում է, որ արդեն իսկ հասանելի է դառնալու որոշակի տրամաբանությամբ 300,000 դրամ դրույքաչափը ի տարբերություն այս նախորդ փուլում գործող 200,000 դրամ դրույքաչափի եւ դրան գումարվելու է նաեւ համապատասխան հավելավճարը ցուցաբերած արդյունքի հիման վրա։ Սա ցույց է տալիս մեր այն քաղաքականությունը, որ մենք ասում ենք, որ ուսուցիչների վարձատրության համակարգը պետք է անընդհատ զարգանա, մենք չենք դնում սահմաններ եւ կարծում ենք, որ մեր ուսուցիչները պետք է լինեն մեր հասարակության ներսում ամենահարգված, ամենահեղինակ
հեղինակավոր եւ ամենապահանջված մասնագիտություններից մեկի տերմարտիկ, ու ես ուրախ եմ, որ կառավարության քաղաքականությամբ արդեն իսկ այս տրամաբանությունը գործում է եւ առիթ ունեցել եմ ասելու, որ նախորդ ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ ենք ունեցել եւ նրանց շուրջ 80 Եվ սա նշանակում է, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են գտնում, որ դպրոցում աշխատանքը մի բան է, որը կարող է նաև իրենց համար հեռանկար լինել։ Բայց այստեղ ուզում եմ նաև հիշեցնել, որ կառավարության նոր ծրագիրը մի շատ կարևոր գործողություն է ենթադրում, որը ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի մշակումն է։ Սրանով մենք նախատեսում ենք, որ կունենանք առանձին օրենք, որով ուսուցիչների թե դերը եւ թե նրանց համալիր սոցիալական պաշտպանության երաշխիքները կլինեն Եվ որպես առանձին նաև ուղղություն նախատեսում ենք, որ ուսուցիչների բնակարանային աջակցության ծրագրեր կգործարկենք։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին արդեն իսկ օրենքի նախագիծը պատրաստ կլինի քննարկման համար եւ մենք սիրով նաև կկիսենք մեր գործընկերների հետ ու կքննարկենք ինչպես ավելի արդյունավետ անցնել այս համակարգին։ Նոր է սկսվում, ես կուզեմ եւս մեկ կարևոր բան հիշեցնել նաև մեր ծնողներին, ինչը սոցիալական կրեդիտների մասին է։ Ու ես ուզում եմ հիշեցնել, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման տրամաբանության մեջ դասագրքերի դիմաց գիտեք, որ վերադարձվում է 3000 դրամ սոցիալական կրեդիտի տրամաբանությամբ։ Սրա շահառու են մեր ավելի քան 300,000 երեխաների ծնողներ եւ այս մոտեցմամբ է, որ մենք կարողացել ենք ըստ էության 5-ից 6-րդ դասարաններում, ինչու եմ ասում 5-ից 6-րդ, որտեղ գիտեք, որ տարրական դասարանների դասագրքերը ամբողջությամբ տրամադրվում են պետության կողմից, առանց ծնողների կողմից որևէ վարձավճարի, բայց այս սոցիալական կրեդիտի քաղաքականությունը բերել է նրան, որ ըստ էության 5-րդ եւ 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ եւ կարելի է ասել, որ ըստ էության դասագրքերի վարձավճարը զրոյանում է եւ սա էլ պետք է հիշեցնեմ հետևանք է նրա, որ մենք դասագրքերի ոլորտում մեր մրցակցային քաղաքականության եւ կարգերի փոփոխության արդյունքում նաեւ դասագրքերի արժեքի նվազում ենք ունեցել միջինում 26%-ով, իսկ մյուս բոլոր դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազում են ավելի քան 66%-ով եւ քանի որ ուսումնական տարին նոր է սկսվում եւ մեր ծնողները հիմա կանգնելու են այս հարցի առաջ, ուրեմն ես ուզում եմ սա եւս մեկ անգամ օգտագործելով առիթը հիշեցնել, իրազեկել, որպեսզի նրանք նաեւ չմոռանան մասնակցել համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգին եւ դրա միջոցով նաեւ հետ ստանալ դասագրքերի վարձավճարների այն գումարները, որոնք գալու են նաեւ աջակցելու իրենց երեխաների կրթությանը։ Իհարկե մենք շատ մեծ անելիքներ ունենք բարձրագույն կրթության համակարգում եւ ես այստեղ կուզեմ ընդհանրապես մեկ-երկու հանգամանք շեշտել եւ այսպիսով գուցե նաեւ ամփոփել խոսքս Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որտեղ այս վերջին շրջանում բավականին քննարկումներ գնացին մեր բուհերի վարկանիշավորման համակարգերում գրանցած տեղերի եւ նրանց դիրքի ուղղությամբ եւ Մենք բոլորովին վերջերս նոր համագործակցություն ենք սկսել, որի շուրջ տևական ժամանակ աշխատում էինք իհարկե եւ բանակցությունների գործընթաց էր գնում։ Մենք աշխատանք ենք սկսել QS վարկանիշավորման համակարգի հետ, որը ուղղված է մեր 3 բուհերի, Պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի եւ Բժշկական համալսարանի աջակցությանը, աշխատանքի ձևաչափի եւ մեթոդաբանության առումով այն խորհրդատվությունը տրամադրել, որոնք կօգնեն նաեւ մեր բուհերին միջազգային վարկանիշավորման համակարգերին համապատասխան իրենց գործունեությունը կարգաբերել եւ դրանով իսկ նաեւ բարելավել իրենց արդյունքները։ Պետք է ասեմ, որ այս համագործակցությամբ հետաքրքրված է նաեւ ամերիկյան համալսարանը եւ մենք սիրով պատրաստ ենք նաեւ քննարկել QS վարկանիշավորման համակարգի շրջանակներում եւս մեկ բուհ ընդգրկելու հնարավորությունը իհարկե այդ ձևաչափի եւ տրամաբանության ներքո եւ սա պետք է հիշեցնեմ նաեւ կառավարության այն քաղաքականության ներքո է, որով կրթության զարգացման պետական ծրագրով մինչեւ 2030 թվականի
ուրեմն ցուցանիշով պետք է ապահովենք մեր 4 բուհերի ներգրավվածությունը միջազգային վարկանիշավորման համակարգերի առաջին 500-յակում։ Ու ես վստահ եմ, որ այս հետևողական աշխատանքը տալու է իր արդյունքը, ինչպես դա տեղի է ունենում ամեն այն դեպքում, երբ որ կա աշխատանքի հետևողականություն եւ մեր բուհերը հետևելով նաև բարձրագույն կրթության բովանդակային ռեֆորմին, որը առաջիկայում ել ավելի մեծ թափով կտեսնեք, որովհետև մենք արդեն իսկ ներկայացրել ենք քննարկման բուհերի հավատարմագրման եւ լիցենզավորման նոր կարգերը, առաջիկայում կլինեն նաև ենթաօրենսդրական մյուս ակտերը եւ այս բոլոր փոփոխությունների բերումով այն արդյունքները, որոնք նախանշված են ռազմավարությամբ, նույնպես տեղի կունենան։ Եվ եւս մի հանգամանք, որին կուզեի անդրադառնալ, ելի հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը եւ նաեւ նախորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ, այդ թվում հանրային տիրույթում որոշակի քննադատությունը, այսպես կոչված դպրոցում իրենց տարիքից ուշ ընդգրկված երեխաների մասին եմ ուզում խոսել։ Գիտեք, որ բավականին հարցադրումներ առաջացրեց նախարարության այն քաղաքականությունը, որով մենք առաջարկում էինք խստացնել մոտեցումները, որ երեխաները պետք է հաճախեն դպրոց մինչև ուրեմն տվյալ տարվա սեպտեմբերին, եթե ինչպես օրենքով է սահմանված, մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանում է իրենց 6 տարին։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կարգավորումը մեր երկրում գործում է դեռևս 2010 թվականից հանրակրթության օրենքի համաձայն։ Բայց գիտեք, որ մենք այստեղ ունեինք խնդիրներ, եւ այդ խնդիրները առաջ էին բերում նաեւ երեխաների տարիքից ուշ դպրոց գնալուն, որը բազմաթիվ ազդեցություններ էր թողնում նրանց զարգացման վրա։ Երբ որ մենք 2024 թվականին փոխեցինք կարգավորումը, նշելով, որ տարիքից ուշ գնալու դեպքում երեխան կնստի իր տարեկիցների հետ նույն դասարանում, եւ դա արեցինք մի տարի առաջ, այսինքն 25-ին ուժի մեջ մտավ, որպեսզի մեր ծնողները բավարար չափով իրազեկված լինեն եւ կարողանան իրենց որոշումները նախապես եւ ճիշտ ընդունել, նախորդ տարի ունեցանք բավականին մեծ ուրեմն անհանգստություն, թե արդյոք սա ճիշտ որոշում է երեխաների լավագույն շահի տեսանկյունից։ Մենք ամբողջ տարի այս երեխաների խմբի հետ, իսկ մենք խոսում ենք 469 երեխաների մասին, որոնք նախորդ տարի ուրեմն այս կարգավորման ներքո շահառու են եղել, այսինքն իրենց տարիքից ուշ են գնացել դպրոց, մենք առանձնահատուկ աշխատանք ենք իրականացրել եւ նաեւ մոնիտորինգի ենք ենթարկել երեխաների առաջադիմության ցուցանիշները, լինելու ուշադիր որևէ երեխայի լավագույն շահը չվնասելու եւ նրանց բավարար աջակցելու ուղղությամբ։ Եվ ինչ պետք է ասեմ տարեվերջին այս երեխաների մեկ ուսումնական տարվա արդյունքների վերլուծությամբ։ Պետք է ասեմ, որ այդ երեխաների 93%-ը ցուցաբերել է դրական առաջադիմություն, ինչը նշանակում է, որ նրանք ոչ միայն կարողացել են յուրացնել բաց թողածը, այլև հաջողությամբ իրենց տարեկիցների հետ միասին սովորում են նույն գործընթացի, ռիթմի եւ տեմպի շրջանակներում։ Սա ցույց է տալիս Խոսքը վերաբերվում է այն երեխաներին, որոնց 6 տարին արդեն լրացել էր նրանց առաջին դասարան չէին տարել եւ նրանք ավելի ուշ շրջանում են գնացել դպրոց եւ օրինակ միանգամից երկրորդ դասարանում են սկսել իրենց ուսումնառությունը եւ պարզ է, որ այս պարագայում պետք է թե առաջին դասարանի գործընթացը յուրացնեին եւ թե նաեւ երկրորդ դասարանը, որտեղ սովորում էին, դա հասցնեին եւ այդ մտահոգությունը շատ արդարացված է, որտեղ բնականաբար ծնողները կարող են այդ մտահոգությունը ունենալ։ Իհարկե սրա լավագույն լուծումը այն է, որ երեխաները ժամանակին գնան դպրոց եւ մեր այս քաղաքականությունը ցույց է տալիս, որ մեր ծնողները դարձել են ավելի հետևողական եւ իրենց երեխաներին ժամանակին դպրոց ուղարկելու մոտեցումները արդեն իսկ դառնում են ավելի տարածված եւ այս տարի օրինակ մենք այս թվականակը չենք ունենալու, ինչպիսին նախորդ տարվա ցուցանիշներ, որը ըստ էության այս մոտեցման առաջին տարին է։ Բայց ես նաեւ ուզում եմ, որովհետեւ սա մի բան է, որը շատ քննարկվեց, որպեսզի արդյունքներն էլ ներկայացվեն եւ մեր քաղաքացիները եւ նաեւ մեր ծնողները տեսնեն, որ իրենք իրենց երեխաներին պիտի շատ ավելի վստահեն։ Շատ հաճախ, երբ որ մենք մտածում ենք, որ մեր երեխան
երեխաները ինչ-որ մի բան չեն կարող անել, ինչ-որ մի բան չեն հասցնի, գուցե այստեղ խնդիրը ավելի շատ մեր ծնողական անհանգստությունն է, քան մեր երեխաների իրական կարողությունները, ու ես գտնում եմ, որ մեր յուրաքանչյուր ծնողի պարտավորությունն է նաև իր երեխային վստահելը։ Երբ որ վստահում ես եւ ստեղծում ես հնարավորություններ ու պայմաններ տալիս ես աջակցությունը, ես ավելի քան վստահ եմ, որ մեր երեխաների համար անկարելի գրեթե ոչինչ չի կարող լինել։ Եվ այս ցուցանիշը դրա մասին է, որովհետև այն երեխաները, որոնց ծնողները ունեցել են մտավախություն, բայց որոնք սկսել են այդ աշխատանքը, նրանց 93%-ը չի գրանցել որևէ խնդիր։ Ավելին ձեզ ասեմ, նրանց մեջ 47%-ը ստացել է գերազանց միավորներ, ինչը ստացվում է, որ այս երեխաների մասով մեր որևէ անհանգստություն հիմնավորված չի։ Նրանք, ովքեր չունեն լավ արդյունքներ, այսպիսի, հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են, որոնց հետ աշխատանքը գիտեք, որ այսպես թե այնպես իրականացվում է անհատական ուսումնական պլաններով եւ այլ տրամաբանությամբ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։